Ուզում ենք մենք մի համարի շուրջը խորհրդածել, Սուրբ գրքում կարդում ենք, որ եթե բոլոր օրենքից ընդամենը մի օրենքը խախտեցիր, ամբողջ օրենքի դեմ դու օրինազանց ես։ Ուրեմն ինչքան օրենքներ ա, չէ, Աստված տվել, եւ մի տեսակ շատ անգամ մենք շփոթվում ենք այդ տեղերից եւ ասենք հակառակորդ ուզում է օգտագործի ինչ-որ բաներ ու գողություն անի։ Ուրեմն հակառակորդի առաջի գործ գողությունն է։ Ասում է գողը չի գալիս ուրիշ բանի համար, բայց միայն գողանալու, սպանելու, կորսնցնելու, բայց առաջի գործ գողությունն է։ Ինչ է գողանում։ Ինքը գողանում է մեր մեջ եղած հավատքը Աստծո սիրո նկատմամբ, այդ գողությունն է ուզում անի։ Ինքը ուզում է, որ մենք կասկածենք Աստծո սիրո վրա։ Հիմա Սուրբ Գիրքը ասում է, որ եթե բոլոր օրենքը պահես, Հակոբոս 2:10, քանզի ով որ բոլոր օրենքը պահե ու բանի մեջ հանցավորը լա, անլիկա ամենուն պարտական կլա։ Ուրեմն մի ուրիշ թարգմանության մեջ ուղիղ ասում է, որ օրենքի դեմ հանցավոր ես։ Վասնզի ան որ ըսավ թե շնություն միներ, ըսավ թե մի սպաներ։ Ուստի եթե շնություն չնես, բայց սպանություն ունես, օրինազանց կլաս։ Ժողովուրդ ջան, բայց մի ոնց հասկանանք դա։ Ասենք ես իմ ինչքան օրենքներ կա տված, այդ բոլորը պահենք, ընդամենը մի օրենք չպահենք եւ համարվենք այդ լրիվ օրինազանց ու դատվենք որպես օրինազանց։ Ինչ թվում է առաջի հայացքից ահավոր խստություն է, չէ՞ դա։ Եվ միթե Աստված այդքան խիստ է ուզում մեզ մոտենա։ Ահա շատ այսպիսի պահեր, որ մենք խորությամբ իմաստը չենք հասկանում, հակառակորդը օգտագործում է, որպեսզի գողություն անի։ Ինչ գողանա, որ մեր սրտից գողանա Աստծո սիրո վրա եղած հավատքը։ Ասում է, եթե հանգարց մի հատ պատվիրանք խախտեցիր, ամբողջ օրենքի դեմ օրինազանց ես։ Ինչու է այդպես խիստ ասում, ժողովուրդ ջան։ Ինչու։ Եղբայրներ, քույրեր, ուշադիր եղեք, ամբողջ հարցը կայանում է սրանում, որ հակառակորդը ուզում է մեզ Աստծո որդուց Քրիստոսից շեղի։ Օրինակ ասենք գաղատացիներին ոնց էր հաջողվել շեղել։ Գաղատացիս եկեղեցուն, որ Պողոս առաքյալը նամակ գրում, ինչ ասում։ Ասում է մնացել եք դուք առանց Քրիստոսի, այդպես գրված է։ Այնտեղ կրոնը կա, պաշտամունքը կա, տասանորդը կա, աղոթքը կա, ամեն ինչ կա, բայց Քրիստոս չկա։ Կյանքը չկա, պատկերացնում եք, սա ինչ ահավոր խայտարակություն է, սատանայի կողմից ինչ նվաճում է, ինչ հաջողություն է, որ Սարդիգե եկեղեցին ասում է դու անուն ունես, թե կենթանի ես, բայց մեռած ես։ Այսինքն երբ որ սատանան հասնում է մի սարսափելի հաջողության, ինչ հաջողության։ Եկեղեցին կա, ժողովուրդը կա, պաշտամունքը կա, տասանորդը կա, հաղորդությունը կա, բոլոր արարությունները կան, բայց Քրիստոսը չկա։ Այդ կյանքը չկա։ Հիմա Աստված ուզում է, որ մեր ուշադրությունը միշտ բերի իր որդուն, որ անպայման մեր խելքու միտքը Հիսուսը լի։ Մենք անպայման, որ մտնում ենք պաշտամունքի նայենք, Հիսուսը կա թե չկա։ Այսինքն մեր ամբողջ նայվածքը դեպպես ուղիղ գրած է Հիսուսին նայեք, չէ՞ այդպես գրված է։ Ձեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Հիմա ասենք ընտանիքա քնել են, առավոտ զարթնեն, մեկ էլ ամուսիններ իր հետ խոսում են, այ մարդ ասում են, մեր 2 տարեկան երեխան իսուրա չկա։ Ասենք իրարից հարցնում են, խաբար չեն չկա։ Այսինքն իրան քնելուց ուշադրի չեն եղել երեխուն, չէ՞ կա թե չկա։ Հիմա բայց եթե մի ամիս անցնի, մեկ էլ հանգարց հայտնաբերեն, վայ, էսուրա մեր երեխան։ Իսկ եթե մի տարի անցնի ու տեղյակ չլեն, որ նոր հայտնաբերեն, որ էս ոնց որ մի հատ երեխա ունենք, էսուրա։ Այսինքն սա նշանակում է, որ իրանք ինչքան անտարբեր են, չէ՞ երեխու նկատմամբ, որ նրա լինել կամ չլինելը չեն էլ նկատում։
Հիմա Սարդիկե եկեղեցուն մենք ինչ ասենք, որ անուն ունես թե կենթանի ես, բայց իրականում մեռած ես, ի՞նչ է նշանակում մեռած, ժողովուրդ ջան։ Մեռած նշանակում որ կյանք չկա, չէ՞։ Կյանքը Քրիստոսն է, հիմա Քրիստոսը չկա։ Մի ամիս չկա, երկու ամիս չկա, մի տարի չկա, բայց այս մարդիկ խաբար չեն, որ Քրիստոսը չկա։ Ասեն գաղատացից եկեղեցիները տեղյակ չեն, խաբար չեն, որ իրանք մնացել են առանց Քրիստոսի։ Մի հասկանում եք, թե սա ինչ է։ Բայց Աստված հակառակն է ուզում, ժողովուրդ ջան։ Հիմա ինչու է ասում, որ եթե մի օրենքը խախտես, լրիվ օրենքի դեմ օրինազանցես, ինչու։ Քանի որ եղբայրներ քույրեր, եթե մենք մեռնում ենք եւ Քրիստոս բնությունն է մեր մեջ գործում, ոչ մի օրենք չի խախտում։ Այսինքն Սուրբ Գիրքը ասում է, որ Հռոմեացիս 8-րդ գլուխը ասում է, պարզ բացադրում է մարմնավոր քայլել եւ հոգեորապես քայլել։ Հոգեորապես քայլելը նշանակում է, որ մարդու մեջ երկրորդ աղբյուրն է բացվել իր վարկը որոշելու Քրիստոս կյանքը եւ հոգով է առաջնորդվում, այդ կյանքից է բխում եւ ասենք ինքը մեռածա Քրիստոս ապրում է իր մեջ։ Եթե իր մեջ Քրիստոս կյանքն է ապրում, Քրիստոսը ասեց ես չեմ եկել օրենքը ինչ անելու։ Օրենքը ավիրելու, հաբա եկել եմ ինչ անելու։ Կատարելու։ Քրիստոսը ասեց, որ երկինք ու երկիրը կանցնեն, բայց օրենքից նշանախեցմը չի անցնի, չէ՞, մինչև ամենը կատարվի։ Ասեց այդպես։ Այսինքն, եթե մեր մեջ գործում է այն հին բնությունը մեռած է, մեր վարքը որոշվում է ոչ թե մեղքի բնությունից է գալի, այլ Քրիստոս կյանքից է գալիս։ Մենք ոչ մի օրենք չենք կարող խախտել, որովհետև Քրիստոսն է ապրում մեր մեջ։ Քրիստոսը չի եկել որևէ մի օրենք խախտելու։ Հիմա երբ որ մենք մի օրենք խախտում ենք, ժողովուրդ ջան, եւ ոչ թե ներողություն ենք խնդրում, զղջում ենք եւ ուղղվում է, այլ շարունակում ենք վաղն էլ խախտել, մյուս օրն էլ խախտել, դա նշանակում է, որ Քրիստոս կյանքից չի բխում մեր վարքը, մեր հին բնությունից է բխում, կրոնավոր, մեղքի բնությանը մենք կրոնական շորեր ենք հագցրել, փարիսեցի ենք տարել, մենք հոգևորապես չենք ապրում, հոգով չենք ապրում, հոգով չենք առաջնորդվում, այլ նույն հին մարմինն է, մարմնավոր ենք։ Հիմա եթե դու ես մարդուն չես ներել, Սուրբ օրենքն ասում է, որ պետք է ներես, դու չես ներել, այսօր էլ չես ներել, վաղն էլ, մյուս օրն էլ, մանավանդ ատում ես, բայց ուրիշ հազար ու մի բան անում ես։ Պաշտամունքի ես գնում 10-րդ ես տալու, ես շատ գիտեմ 500 հատ օրենք պահում ես, բայց այդ մեկը խախտում ես։ Դու պետք է հասկանաս, այդ մեկը որ խախտում ես, դա նշանակում է, որ քո վարքը չի բխում Քրիստոս կյանքից։ Քո վարքը բխում է Ադամի ժառանգած մեղքի բնությունից։ Երբ դու այդ բնությանը հագցրել ես կրոնական շորեր, երբ դու կարող ես կորցրել ես այդ կյանքը, բայց վրեդ խաբար չկա։ Ուրեմն սիրելի եղբայրներ, քույրեր, ասում է իսկար դատապարտություն չկա Քրիստոս Հիսուսով եղողներուն, որոնք մարմնավոր կերպով չեն վարվիր, քանզի Քրիստոս Հիսուսով կյանքի հոգի օրենքը զիս ազատեց մեղքի և մահվան օրենքից։ Վասնզի այն, որ անկարելի էր օրենքին, որովհետև տկար էր մարմնով, Աստված իր որդին ուղարկեց մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար եւ դատապարտեց մեղքը այդ մարմնի մեջ, որպեսզի օրենքին արդարությունը կատարվի մեր մեջ, որ մարմնավորապես չեն քայլեր, հապա հոգևորապես։ Քանզի մարմնավոր եղողները մարմնին բաները կմտածեն, ու հոգևոր եղողները հոգին բաները։ Ուրեմն երկու վիճակ կա, մարմնավոր եւ հոգևոր։ Մարմնավորը նա է, որ մարդու վարքը որոշվում է իր Ադամի ժառանգած մարմնավոր մեղքի բնությունից։ Հոգևորը նա է, որ Քրիստոսին ինքը որպես կյանք ընդունել է, այն մարմնավորը մեռել է եւ իր վարքը բխում է Քրիստոս կյանքից։ Մեդին Սուրբ Գիրքը անվանում է մարմնավոր, մեդին համարում է հոգևոր։
Քանզի մարմնավոր եղողները մարմնին բաները կմտածեն ու հոգևոր եղողները հոգին բաները։ Վասնզի մարմնավոր խորհուրդը մահ է եւ հոգևոր խորհուրդը կյանք ու խաղաղություն։ Քանզի մարմնավոր խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է, վասնզի Աստծո օրենքին չի հնազանդում, մանավանդ չկրնարալ։ Վասնզի մարմնով եղողները չեն կրնար Աստծուն հաճոլալ։ Բայց դուք մարմնով չեք, հապա հոգիով։ Եթե Աստծո հոգին ձեր մեջ բնակած է, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, անիկա անորը չէ։ Աստծո հոգին, Սուրբ հոգին մեզ բերում է աստվածային կյանքը։ Աստված իր մեջ եղած կյանքը դրեց որդու մեջ։ Որդին երկնքից երկիր բերեց այդ կյանքը։ Որդու խաչվելուց հետո աստվածային կյանքի կրողը Սուրբ հոգին է, որը այդ կյանքը բերում է մեր մեջ։ Եվ եթե Քրիստոս ձեր մեջ է, ալ մարմինը մեռած է մեղքի համար ու հոգին կենդանի արդարության համար։ Իսկ եթե Հիսուսը մեռելներին հարուցանողին հոգին ձեր մեջ բնակած է, ալ անիկա, որ Քրիստոսը մեռելներին հարուց, պիտի կենդանացնե ձեր մահկանացու մարմինները իր հոգիով, որ ձեր մեջ կբնակի։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Սուրբ Գիրքը մեզ սովորացնում է, որ մենք որպես ժառանգատից Քրիստոսին շարունակության մեջ ասում է, Քրիստոսը մենք գիտենք, որ հորի ժառանգել է հոր կյանքը եւ որպես ավակ եղբայր մեր, անդրանիկ եղբայր, իսկ մենք նրա կրսեր եղբայրներն ենք։ Ինքը այդպես խոսալուց ասում էր, գնում եմ իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ։ Մենք իրան ժառանգատից ենք, ինքը այդ կյանքը բերել է, սատանեն ուզում է մենք ամեն ինչ ունենանք, տեսնենք, բայց այդ կյանքը չունենանք, Աստված ուզում է, որ այդ կյանքը ունենանք։ Սիրելի եղբայրներ, քույրեր, սխալը մի անգամ պետք անել, երկրորդ անգամ չարժե կրկնել։ Եթե մարդ մի լուրջ սխալ թույլ է տալիս եւ տուժվում է դրանից, երկրորդ անգամ չարժե կրկնել այդ նույն սխալը։ Մենք կարդում ենք անառակ որդու առադի մեջ, անառակ որդին ինչի համար գնաց հորտանից, հարց, որովհետև հոգեպես իրան լավ չէր զգում, պրոբլեմներ ուներ հոգեկան, մարդը հոգեպես է ուզում իրան լավ զգա, եղբայրներ, քույրեր, դրա համար է փնտրում իր հոգու համար լավ վիճակ, վերջապես թողած գնաց, հիմա դուք այդ առակ ինձանից լավ գիտեք, վերջը հետ եկավ, նա այդ հետ գալուց ուզում էր կրկնել այդ սխալը, հասկանում եք, ինչ սխալ, հիշեք, բանվոր թե որդի, ասենք մի հարուստ մարդ բանվորներ ավարձը իրա տունը շինում են, նրանք ինչ են, անունը տնենք բանվոր կամ վարձկան, չէ, ասենք այդ մարդ փող է տալիս, չէ, գալիս են իրա տունը աշխատում են, իրա ծառանա, բանվորնա, վարձկաննա, վերջը աշխատողա, չէ, հիմա ինքը հետ է եկել, ժողովուրդ ջան, ըստեղ տեսեք ինչ սարսափելի սխալ է կատարվում, ինքը ուզում է որպես բանվոր աշխատի հոր տանը, հասկանում եք, ասում է հորս տանը ինչ կա, շատ վարձկաններ կա, որ վերջը հաց ուտում են, ես էլ նրանցից ինչ եմ, նրանցից մեդի պեսել եմ, այսինքն ինքը հոգեկան հաղորդակցություն չուներ հոր հետ, դրա համար հոր տանից գնաց, այդ նույն վիճակն էլ մեծ աղբերը հիշում եք ինչ էր ասում էր այսքան ժամանակ ես չես ծառայեցի, մի հատ ուլ չտվիր, որ ինչ անեմ, մի հատ ուլ չտվիր, որ իմ բարեկամների հետ ինչ անեմ, ուրախանամ, ուրեմն մեծ աղբոր ուրախությունը ուրիշ տեղ էր, ուրիշ բարեկամներ ուներ, չէ, հոր ներկայությունից չէր իր ուրախությունը, հասկանում եք, հիմա այս աղբերը հետ է եկել, ասում է հայր, լիքը բանվոր ունես, մեկն էլ ես եմ, այսինքն այդ նախադասությունը ինչ է նշանակում, հիմա դուք որ եկել եք եկեղեցի ինչ եք ասում, ես մի հատ քույրիկ ճանաչում եմ, ասում եմ ամենամեծ ուրախությունն է, որ եկեղեցին գնամ, ինձ խանգարող չլի, ավելի վերցնեմ, ավլեմ, փոշիները սրբեմ, հավաքարություն անեմ։ Սիրելիներ, փառք Տիրոջը, որ մենք ուզում ենք այդ անել, բայց սա չի ավետարանը։ Հասկանում եք,
հայրը չի ուզում, որ դու վարձկանել ես, բա ինչ է ուզում, հայրը ինչ էր ուզում, ժողովուրդ, հայրը չի ուզում, որ դու քու սրտում մեղքի դերություն ունենաս, օրենքի խախտումներ ունենաս, պարտություններ ունենաս, երկնային ուրախությանը անհաղորդել ես, Քրիստոս կյանքը քեզ համար հեքիաթլի, դու ուղղակի ծառայես Աստծուն, Աստծու եկեղեցի մեջ վարձկալի պես ես, ծառալ ես, սա քու ուզածն է, բայց սա սխալ է, դու այդ սխալը մի կրկնի, հայրը ուզում է, որ քու մատը ոսկե մատալի դնի, հայրը ուզում է, որ բարարձովարակը մորթեն, ուտեն ու խմեն և ուրախլան, հայրը ուզում է քեզ արդարության պատմուճան հագցնի, հայրը ասում է, որ իմ Քրիստոս որդու է դու ժառանգակից ես, ես նրա ժառանգություն եմ տվել իմ մեջ եղած կյանքը, որպես անձնանիկ որդի դու նրա եղբայրն ես, ես քեզ եմ տալիս այդ ժառանգությունը, ահա թե հայրը ինչ է ուզում, հայրը ուզում է, որ մեր մեջ ապրի Աստծու որդին, հայր ուզում է, որ Պողոսի նման մենք կարողանանք ասել, ապրում եմ ոչ թե ես, այլ Քրիստոս ապրում է իմ մեջ, և այլևս հին մարդը մեռած է, իմ վարքը բխում է Քրիստոս կյանքից, այն հին աղբյուրը փակվել է, ես արդեն ծառա չեմ, դուք ծառայության հոգին չառակ կրկին վախենալու, այլ որդեգրության հոգին, որով կանչում եք Աբբա հայր։ Աբբա հայր նշանակում է իմ հայր։ Այսինքն դու արդեն վարձկան չես, բանվոր չես։ Եվ սա ինչ է նշանակում, սիրելիներ։ Սա նշանակում է, որ դու ծանոթ եղիր, իմացի եղբայրս ու քույրս, իմացի, որ դու քու հոր համար թանկ ես, այս իմ որդին, կորսված էր ու գտնվեցավ, այսինքն քու գնալով հայրը կորուստ ունի, մեռած էր ու ողջնցավ, իմացի քու արժեքը հոր համար, քու պատճառով երկնքում կարող է սուգ լինի և քու պատճառով երկնքում կարող է մեծ ուրախություն լինի, դու այդքան կարևոր ես։ Իմացի հայրը չի ուզում քեզ բանվոր բռնել, հայրը ուզում է, որ իր որդուն Հիսուս Քրիստոսին որպես պարգև տա քեզ, որովհետև այդ կյանքն է հավիտենական, դու ասում ես 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 մեղքերից ազատվեմ, ես հբարդությունից, ես նախանձից, ես ցուցակից, արդեն մնացածը չես թվում է, թե հա մնացած ինչ, ենթադրենք ազատվեցիր, հետո եթե կյանքը, աստվածային կյանքը չկակում է, ինչ պետք անես, մարդուն թվում է, թե իր մարդկային կյանքը այդ մեղքերից ազատված, տենց ուրախ զվարթ կապրի, ոչ, նորից դու կծառավես, դու պետք է Աստծու որդուն, Հիսուս Քրիստոսին, որպես Աստծու սիրո արտահայտություն, որպես պարգև Աստծուց, հավատքով քո սրտի մեջ ընդունես, այդ կյանքը պետք է ընդունես, քո գործը էդ է։ Ես եկա, որ դուք կյանք ունենաք և էլ ավելի ունենաք։